թեթև է արվում իրական Հայաստանի գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Կպատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար և պայմանական ջրի այդ մեկ մատակարարը ամեն օր ձեզ բերում է մի շիշ ջուր։ Երբ որ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100% է, և դրա մասին գիտեք և դուք, և ինքը, որովհետև դուք ջրի ուրիշ մատակարար չունեք։ Սա նշանակում է, որ ջրի մատակարարը ձեր վրա ունի լծակ, օրինակ գնային առումով նա կարող է որոշակի գին թելադրել ձեզ և ունի լծակ մատակարարման առումով նա կարող է այլ ակնկալիքներ ունենալ, բացահայտ և թաքնված և մատակարարումների ուշացումով, հետաձգումով որոշակի լուծումներ պարտադրել ձեզ։ Եվ կա նաև ոչ այսպիսի կանխավարկած, կա ուղղակի ֆորս մաժոր, այդ ջրի մատակարարի հետ կարող է պարզապես որևէ բան տեղի ունենալ, որ նա օբյեկտիվ պատճառներով նա կարող է հիվանդանալ, նրա հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, նա կարող է որևէ տեղ հայտնվել անազատության մեջ և պարզապես ձեզ համար չկարողանալ բերել այդ ջուրը, և հետևաբար քիչը մի հոգին տվյալ դեպքում առաջացնում է ձեզ համար 100%-անոց կախվածություն։ Եթե դուք ունեք երկու մատակարար, այս նույն իրադրություններում ձեր մանևրելու հնարավորությունը 50%-ով ավելանում է։ Այսինքն դուք եթե մի մատակարարը փորձի գին թելադրել, դուք հնարավորություն ունեք երկրորդի հետ բանակցել և ընդ որում դրա մասին գիտեք թե դուք, թե առաջին մատակարարը, թե երկրորդ մատակարարը, և հետևաբար այստեղ ձեր մանևրի դաշտը որոշակիորեն մեծանում է և ձեր անկախության աստիճանը որոշակիորեն մեծանում է։ Եթե ջրի մի մատակարարի հետ ֆորս մաժոր դժբախտ պատահար անկանխատեսելի իրավիճակ տեղի ունենա, դուք կարող եք ձեր ակնկալած ջուրը ստանալ երկրորդ մատակարարից։ Եթե այս նույն իրավիճակում